Այս տարի մկները շատ են, մկնդեղը քիչ, մտահոգված են Արմավիրի մարզի հողագործները։ Գարնանը դրած թույնը շատ չի ազդել դաշտային մկների վրա, իսկ ներկայությամբ միայն շունն ու կատուն են դրանց հախից գալիս։ Մկները կերել են, չէ՞ որ կերածա ձեր կարաստաս, մարզեն սնում լաչեք թույնավորվեն։ Ուսումնասիրել ենք տարածքները, որտեղ ավելի շատ են եղել մկները, տրամադրվել են նրանց, դիմել են նաև շատ մարդիկ ու ստացել են մեր կողմից այդ ցինկի օքսիդը։ Ասենք թե մի հեկտարին հասնում է 170 գրամ կամ 200 գրամ, մեր գյուղապետին մեղավոր չի, տվել են 60 գրամ հեկտարին, արա մի հեկտարին 60 գրամ մկան դեղն ինչ պետք է։ Ամեն տարի սեպտեմբերին մոնիտորինգ է անցկացվում կրծողների տարածման չափն ու վայրը որոշելու համար։ Այդ ընթացքում մկները ժողով չեն անում, այլ շարունակում են տնտեսության ավերիչ քաղաքականությունը։ Դաշտերը հիմա բերքավակ է, ցինկֆոսիդով է պայքարելու մկների դեմ, ցինկֆոսիդը խիստ թունավոր նյութ է, հնարավոր չէ հիմա օգտագործել։ Բացի այդ, մկը հիմա իր ուտելիքն ունի, հատիկը չի ուտի։ Հոկտեմբերի կեսերից նոր պայքար աշխատանքները կսկսեն։ Մկներն այդքան շատ չեն լինի, եթե ջրի վարձը թանկ չլիներ, նշում են այգեվանցիները։ Առաջ ջուրն էլ պայքարի միջոց է։ Ջրինը շատ թանկ է ուժից վեր է։ Մեր ընտանիքի կողմից էլ եմ ասում, ժողովրդի կողմից էլ եմ, լացում են ժողովուրդը լացում են ջրի պատճառով։ Հողագործների համար ջրի բարձր գինը մտահոգության լուրջ առարկա է, իսկ կրծողներին իրենց վերջին մեղքն են համարում։